Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը 5-րդ օրն է շարունակում է հացադուլը։ Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը 3 է տեսակցել Արթուրին, որը փոխանցել է. բողոքի ծայրահեղ միջոցը չի դադարեցնի, մինչև Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի։ Իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար Արցախում մարդիկ սովից մահանում էին, 30,000 երեխա գրեթե ամենօրյա ռեժիմով լացում էր մի կոնֆետի համար կամ լացում էր այն պատճառով, որ ինչ-որ միտեղ նկարի վրա օրինակ բանան էր տեսնում։ Եվ Նիկոլ Փաշինյանը լինելով հայ ազգի առաջնորդը 30,000 երեխայի թողել էր անօգնական վիճակում։ Որ մենք Արցախն պայքարում ենք կլանի դեմ, դուք այդ կլանի միլիարդներով սնում եք։ Արցախցի Արթուր Օսիպյանը թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը։ Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում։ Դու ինչ ես եկել այստեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով նարատիվները դուք եք չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Դեր դեմը ոչ սեջ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտա։ Դու դե թափտա։ Ինչա՞ ցածր։ Դե այստեղ ադրբեջանական Ադրբեջանի նարատիվներ ասում եք Արցախն պայքարեն տալիս։ Արթուր Օսիպյանը գլուխը պատին է ստովել Արթուր։ Գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արթուր Օսիպյանն է։ Փալանչյանն ասումն է։ Դուք եք կենթանի, որ մի հատ էլ 5,000 զոհի մասին եք խոսում, այդ տական։ Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Փաշինյանի թիմակից նախարար Դավիթ Խուդատյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել քրեական գործը, բայց պնդեց, վարչապետը նկատի ունի միայն Լեռնային Ղարաբաղի էլիտային։ Ովքեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թալանելով, հարստարելով, Երևանում միլիարդների ունեցվածք են դիզել եւ հիմա Երևանում մեծ խոսում են ծովից ծով Հայաստան ունենալու մասին։ Արթուր Օսիպյանը Լեռնային Ղարաբաղում պետական պաշտոններ չի զբաղեցրել։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, նա պետք է օր առաջ ազատ արձակվի։ Անցանկալի հարցեր, որոնց չպատասխանեց եւ իր այդ կարողությունը բանտ գցելու մարդկանց, որը մենք շարունակաբար տեսնում ենք, եւ մարդուն քաշքշեցին, անպատվեցին, վերջին խոսքերով անպատվեց։ Օրինակ, որ ասում ես Արթուրին տականք, կարող է նա քեզ ասել այդ նույն բառը, թե չէ։ Գործի հիմքում իրավապահները դրել են ոչ միայն քարոզարշավի միջադեպը, այլև Օսիպյանի գրառումը սոցցանցում։ Վարչապետին հանդիպելուց առաջ նա հետաքրքրվել էր, թե որտեղ է Փաշինյանը, որպեսզի բմբուլները օդ հանի։ Դա փոխաբերական իմաստ ունի այդ արտահայտությունը, դա ոչ վիրավորական իմաստ ունի, ոչ, այսինքն այդ բանավեճում հաղթելու իմաստն է դրա մեջ եւ բանավեճում հաղթելը ակնհայտ կլիներ, եթե նա փորձեր բանավիճել Արթուրի հետ եւ լավ կլիներ, որ պատասխաներ Արթուրի հարցերին։ Ինչ հաշվեհարդարի էլեմենտ մենք տեսանք Արթուրի քայլերում։ Նա հորդորում էր իջացնել ձայնը։ Դուք տեսել եք որևէ կադր, որտեղ ոչ հարիր է իրեն պահում Արթուր Օսիպյանը։ Ոչ, չկա։ Փաստաբանն նահազանգում է, որ Օսիպյանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկի հացադուլավորների խցում 5-րդ օրն է զրկված է արևի լույսից։ Մնացած բանտախցերի պայմանները զգալի ավելի լավ են, քան այն բանտախցի պայմանները, որտեղ պահվում է Արթուր Օսիպյանը։ Այդ բանտախուցը խոնավ է, նորից եմ նշում։ Այդ բանտախցում նստած անձինք արևի լույս չեն տեսնում, անազատության մեջ գտնվող քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը պետք է կորցնի միայն ազատությունը, այլ ոչ թե կորցնի առողջությունը։ Մի շարք իրավապաշտպաններ դատապարտել են Օսիպյանի կալանավորումը, շեշտելով, որ վարչապետն ինքն է այդ օրը ագրեսիվ վարք ու վիրավորական արտահայտություններ թույլ տվել։ Այսօր նաև արցախյան հասարակական կազմակերպություններն են համատեղ հայտարարություն տարածել։ Ապօրինի եւ անհամաչափ որակելով քրեական գործը ղարաբաղցիները հստակեցնում են, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված Արթուր Օսիպյանի հարցերի անկեղծ պատասխանները հետաքրքրում են ամբողջ հանրությանը։